Ողջույն սիրելի բարեկամներ։ Մարդիկ սովոր են վախենալ վտանգավոր վիրուսներից, էկոլոգիական խնդիրներից կամ աղետներից, բայց հաճախ անտեսում են այն վտանգը, որը հենց հիմա դրված է մարդկանց տներում, սեղանների վրա։ Մի բան, որը մենք ուտում ենք ամեն օր և համարում ենք սովորական սնունդ, բայց իրականում այն կամաց-կամաց օրեցօր քայքայում է օրգանիզմը ներսից։ Սա այն մթերքն է, որը գիտնականները անվանում են դանդաղ մարդասպան։ Եվ խոսքը ոչ թե ինչ-որ էկզոտիկ թույնի, այլ ռաֆինացված շաքարի և դրա թաքնված տեսակների մասին է, որոնք լցված են ժամանակակից սննդի գրեթե բոլոր տեսակների մեջ։ Եկեք մի պահ կանգ առնենք և մտածենք. ինչու են վերջին տասնամյակներում քաղցկեղը, շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները և ճարպակալումը դարձել համաճարակ։ Արդյոք դա միայն գենետիկա է կամ վատ օդ։ Ոչ։ Պատասխանը թաքնված է մեր սննդակարգի փոփոխության մեջ։ Մենք դարձել ենք մի նյութի գերին, որը մեզ տալիս է կարճատև հաճույք, բայց փոխարենը խլում է մեր առողջությունը և տարիները։ Շաքարն այսօր ամենուր է։ Եթե դուք կարծում եք, թե այն չեք օգտագործում, որովհետև թեյի մեջ շաքարավազ չեք լցնում, դուք չարաչար սխալվում եք։ Այն թաքնված է հացի, կետչուպի, յոգուրտների, սոուսների, պահածոների և նույնիսկ այն մթերքների մեջ, որոնք պիտակավորված են որպես դիետիկ կամ առողջարար։ Արտադրողները գիտեն մի գաղտնիք՝ շաքարը կախվածություն է առաջացնում։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ շաքարի ազդեցությունը ուղեղի վրա նման է որոշակի թմրանյութերի ազդեցությանը։ Այն խթանում է դոֆամինի արտադրությունը, ստիպելով նորից ու նորից ցանկանալ այդ համը։ Բայց ինչ է կատարվում օրգանիզմում, երբ այդ սպիտակ մահը ներս է թափանցում։ Առաջին հարվածը ստանում է ենթաստամոքսային գեղձը։ Այն ստիպված է լինում արտադրել հսկայական քանակությամբ ինսուլին, որպեսզի կարգավորի արյան մեջ շաքարի մակարդակը։ Ժամանակի ընթացքում բջիջները դառնում են կայուն ինսուլինի նկատմամբ, և սա հենց այն կետն է, որտեղ սկսվում է երկրորդ տիպի շաքարային դիաբետը։ Բայց սա միայն սկիզբն է։ Բարեկամներ, արդյոք երբևէ լսել եք գլիկացիայի մասին։ Սա մի գործընթաց է, երբ շաքարի մոլեկուլները կպչում են մեր օրգանիզմի սպիտակուցներին, այդ թվում կոլագենին։ Արդյունքում մաշկը կորցնում է առաձգականությունը, հայտնվում են վաղաժամ կնճիռներ, և մարդիկ սկսում են ծերանալ ավելի արագ, քան նախատեսված է բնության կողմից։ Շաքարը ծերացնում է մարդուն ոչ միայն արտաքուստ, այլև ներքուստ, քայքայելով անոթների պատերը։ Հիմա խոսենք լյարդի մասին։ Շատերը կարծում են, որ լյարդի ցիրոզը կամ ճարպակալումը միայն ալկոհոլի չարաշահման հետևանք է։ Սակայն գոյություն ունի մի հիվանդություն, որը կոչվում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն։ Դրա գլխավոր մեղավորը ֆրուկտոզան է, շաքարի այն տեսակը, որը լյարդը մշակում է ուղղակիորեն վերածելով ճարպի։ Երբ դուք խմում եք գազավորված ըմպելիք կամ չակերտների մեջ բնական հյութեր, դուք ձեր լյարդին հարվածում եք ավելի ուժեղ, քան եթե օղի խմեիք։ Լյարդը պարզապես չի հասցնում մշակել այդ քանակը և սկսում է ճարպակալել։ Իսկ այժմ ուղեղի մասին։ Վերջին հետազոտությունները կապ են գտնում արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և Ալցհեյմերի հիվանդության միջև։ Որոշ գիտնականներ նույնիսկ Ալցհեյմերի հիվանդությունը անվանում են երրորդ տիպի դիաբետ։ Շաքարը առաջացնում է քրոնիկ բորբոքումներ ուղեղում, ինչը հանգեցնում է հիշողության կորստի և ճանաչողական ունակությունների անկման։ Մարդիկ դառնում են ավելի դանդաղաշարժ, ավելի դյուրագրգիռ և ավելի քիչ կենտրոնացած։ Քաղցկեղային բջիջները սիրում են շաքար։
Դա նրանց հիմնական վառելիքն է։ Բարձր շաքարը և ինսուլինի մշտական բարձր մակարդակը ստեղծում են կատարյալ միջավայր չարորակ ուռուցքների աճի համար։ Հիվանդությունները սնվում են հենց այն պահին, երբ մարդիկ ուտում են այդ հերթական քաղցր բուլկին կամ շոկոլադե սալիկը։ Շատերդ գուցե հիմա մտածում եք, բայց ես ուտում եմ միայն մի փոքր, դա չի կարող ինձ սպանել։ Խնդիրը հենց դանդաղ լինելու մեջ է։ Դուք չեք զգում ցավ հաջորդ օրը։ Դուք զգում եք միայն էներգիայի թռիչք, որին հաջորդում է անկումը։ Դուք սովորում եք ապրել մշտական հոգնածության մեջ, համարելով, որ դա նորմալ է։ Դուք համարում եք նորմալ, որ 30 տարեկանում ունեք ավելորդ քաշ կամ մաշկային խնդիրներ։ Բայց դա նորմալ չէ։ Դա ձեր օրգանիզմի օգնության կանչն է։ Արդյունաբերությունը մեզ խաբում է տարբեր անուններով։ Պիտակների վրա դուք կարող եք չտեսնել շաքար բառը, բայց տեսնել մալտոդեքստրին, եգիպտացորենի օշարակ, դեքստրոզա, ագավայի նեկտար կամ գլյուկոզայի օշարակ։ Սրանք բոլորը նույն թույնի տարբեր դեմքերն են։ Իսկ ինչ անել, միթե ելք չկա։ Իհարկե կա։ Առաջին քայլը գիտակցումն է։ Մենք պետք է դադարենք լինել անգիտակից սպառողներ։ Պետք է սկսենք կարդալ պիտակները։ Եթե մթերքի բաղադրության մեջ շաքարը առաջին 3 տեղերից մեկում է, մի գնեք այն։ Փորձեք անցնել ամբողջական սննդի՝ մրգեր, բանջարեղեն, միս, ձուկ, ընկուզեղեն։ Այն ամենը, ինչը չունի գովազդային հոլովակ և գունավոր տուփ։ Առաջին մի քանի օրը դժվար կլինի։ Դուք կզգաք իրական ճակերտների մեջ լոմկա, գլխացավեր, տրամադրության անկում, անդիմադրելի ցանկություն ինչ-որ քաղցր բան ուտելու։ Սա ապացույց է այն բանի, թե որքան խորն է նստած այդ կախվածությունը ձեր մեջ։ Բայց եթե դուք դիմանաք ընդամենը 2 շաբաթ, ձեր համային ընկալիչները կփոխվեն։ Դուք կզգաք մրգերի իրական քաղցրությունը, դուք կունենաք այնքան էներգիա, որքան չեք ունեցել տարիներ շարունակ։ Ձեր մաշկը կսկսի փայլել, իսկ ուղեղից մառախուղը կցրվի։ Հիշեք, ձեր մարմինը ձեր միակ տունն է, որտեղ դուք ստիպված եք ապրել մինչև կյանքի վերջ։ Դուք չեք լցնի վատ որակի վառելիք ձեր սիրելի մեքենայի մեջ, ապա ինչու եք թույլ տալիս, որ այդ դանդաղ գործող թույնը քայքայի ձեր թանկարժեք օրգանիզմը։ Այսօրվա ձեր ընտրությունը որոշելու է, թե ինչպես եք դուք ձեզ զգալու 10 կամ 20 տարի հետո։ Դուք կլինեք առողջ և կենսախինդ, թե մշտական հաճախորդ տեղատների և հիվանդանոցների համար։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ տեղեկատվությունը հասանելի է, բայց ընտրությունը ձերն է։ Սա նպատակ չունի ձեզ վախեցնել, այլ նպատակ ունի սթափեցնել։ Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք մեր առողջության համար, այլ ոչ թե թողնենք դա սննդի կորպորացիաների հույսին, որոնց միակ նպատակը շահույթն է։ Առողջությունը ընտրություն է, որը դուք կատարում եք ամեն օր, օրը մի քանի անգամ, երբ ձեռք եք մեկնում դեպի սնունդը։ Ընտրեք կյանքը, ընտրեք իրական սնունդը և հիշեք, ոչ մի հաճույք չարժե ձեր առողջությանը։ Եղեք առողջ և զգոն։ Չմոռանաք վերջում հավանել տեսանյութը, բաժանորդագրվել ալիքին և կիսվել տեսանյութով ձեր ընկերների հետ։